ես ամեն դեպքերը նոր Չախան Արտուրի մոտ էլ դա կարդացի, այս բոլոր ամեն ինչը կատարվում միշտ ընդդիմադիրների հետ, չգիտես ինչի, ես իհարկե ոչ մի ամենայն անկեղծությամբ, դուք գիտեք իմ մարդասեր լինելը, հումանիստ լինելը, իմ մոտ դա առաջնահերթություն է, ես միշտ ասել եմ, որ սրանք վաղը չլինեն իշխանության ու իրանց մեկը ուզենա քասուտակ տա, ես չեմ թողնելու, անձնապես այսպես կանգնել եմ իմ մարմնով պահեմ, որովհետև ես հումանիստ եմ, ես չեմ ուզում ոչ մի մարդու վնաս տրվի, բայց ուզում եմ օրենքով բոլորը պատժվեն, բայց ինչի ամեն ինչ կատարում ընդդիմադիրների հետ, ինչի բոլոր լուսաձայնայինները շպրտում են ընդդիմադիրների վրա, ցուցարարներին, չգիտեմ, գտնում են կամրջի տակ ընկած էլի ինչ որ ընդդիմադիր։ Այսօր ինչով ուզում եմ զբաղվեմ, անընդհատ գալիս է Վալոդիա Գրիգորյանի այսպես նկարը աչքիս առաջ ու անընդհատ հիշում եմ, որ այդ մարդը 4 երեխա ունի, անընդհատ հիշում եմ, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ոչ մեկս չգիտի ընդհանրապես տուն կհասնի այսօր թե չէ, ու մտնում ես կարդում ես իրանց գրածները, մի հատ լսեք են, ասում այս երկրում չի կարա մեկը դաժե ծեծ ուտի քաղաքական, չգիտեմ ինչ համար լուրջ, բա քաղաքական հետապնդման համար չի հիմա նստած Սամվել Կարապետյանը, բա քաղաքական հետապնդման համար չի հիմա երկու սրբազան ԱԱԾ-ում Շուրջ, լավ, ուզում եմ հասկանամ, որ դուք մի բան ասում եք, որ քաղաքական հետապնդում գոյություն չունի, ձեզ թվում է մենք ինչ ենք, դեբիլ ենք, կույր ենք, չենք տեսնում